Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը աշխարհում թվականակով երկրորդ հայկական գաղթօջախն է, ուր հայկական ծագմամբ ամերիկացիների թիվն հասնում է մինչև 1.5 միլիոն 500 հազարի։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը, մոտ 900,000 հայ, բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որը երբեմն անվանում են Ամերիկյան Հայաստան։ Հայերը Կալիֆոռնիայում սկսել են հաստատվել 1880-ական թվականներից։ Հայերի մի մասն այստեղ հաստատվել է ԱՄՆ-ի արևելյան նահանգներից, որոշները արևմտյան Հայաստանից։ 1883 թվականի աշնանը մարզվանից, այնուհետև Յոզղաթից Կալիֆոռնիա է գաղթել մոտ 60 հայ։ Նրանց հիմնական մասը հաստատվել է հենց Ֆրեզնոյի շրջանում, Սան Ոգին հովտում։ Այսպես Ֆրեզնոն հանդիսացել է հայերի առաջին հանգրվանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում։ 1890 թվականին Ֆրեզնոյում բնակվել է մոտ 160, իսկ 1894 թվականին 360 հայ։ Այդ տարիներին հայերի մշտապես աճող արտագաղթի հիմնական պատճառը արևմտյան Հայաստանում, հայկական Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում հայերի նկատմամբ իրականացվող թուրքական իշխանությունների բռնաճնշումներն ու կոտորածներն էին։ Այդ ժամանակահատվածում Կալիֆոռնիայի մասին լուրերը հաճախ նաև առասպելական այնպես էին տարածվել, որ որոշ թվով հայեր ուղևորվել են ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան, ինչպես նախկինում, այլ միանգամից արևմտյան շրջաններ, Կալիֆոռնիա։ Փաստ է նաև, որ մարտահամարի ժամանակ որոշ հայեր թաքցրել են իրենց ազգային պատկանելիությունը։ Ներկայանալով որպես ամերիկացի եւ անվանափոխ լինելով, հայերը փորձում էին զերծ մնալ համատարած այն արգելքներից ու խտրականությունից, որոնք առկա էին հասարակական, սոցիալական եւ իրավական ոլորտներում։ 1900-ական թվականների սկզբներին հայերը մեծ հողատարածքներ են գնել Լոուել կոչվող վայրում եւ ստեղծել զուտ հայաբնակ ավան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոստային դեպարտամենտը ընդառաջ գնալով ավանի հայ բնակչության խնդրանքին այն վերանվանել է Եդեմ։ 1900-ականների սկզբին Կալիֆոռնիա են սկսել ներգաղթել նաև արևելյան Հայաստանից։ Առաջինը Կարսի մարզի Կարակալա գյուղի բնակիչներն էին, հիմնականում ավետարանական եկեղեցու հետևորդներ։ Կարակալայի բնակիչների արտագաղթից հետո որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգներում եւ հատկապես Կալիֆոռնիայում հաստատվելու մոլուցքը տարածվել է նաև Շիրակի բնակիչների մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես նաև 1917 թվականի ռուսական երկու հեղափոխությունները նույնպես խթան են հանդիսացել հայերի Ամերիկայի Միացյալ Նահանգներ հաստատվելուն։ Հայերու Կալիֆոռնիա գալը մեծ համատություններ առած է վերջերս։ Կուգան ամեն կողմերը, թե Միացյալ Նահանգները եւ թե երկրեն։ Կուգան անհաշիվ եւ տարերային կերպով, շատերը կծախեն տուն ու հաստատված գործը ու կուգան, ուրիշներ առանց դրա մի կուգան։ Կալիֆոռնիայում հաստատված հայությունը տնտեսական կյանքը բարելավելուն զուգահեռ աստիճանաբար ձեռնամուխ է եղել նաև ազգային հոգևոր կյանքի ամրապնդմանը։ Այսպես 1899 թվականին Ֆրեզնոյում ձեռնարկվել է հանգանակություն, ինչի շնորհիվ մեկ տարի անց կառուցվել է քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցին, նահանգի հայության համար դառնալով մայր եկեղեցի։ Ֆրեզնոյից դուրս 1904 թվականին հայ առաքելական առաջին եկեղեցին հիմնվել է Եդեմում, իսկ 1910 թվականի փետրվարի 3-ին սկսվել է Ֆաուլեր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը։ 1915 թվականից մինչև 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովը Ամերիկայի Միացյալ Նահանգներ են ներգաղթել մոտ 3620 հայ։
1920 թվականի պաշտոնական մարտահամարի ժամանակ Կալիֆոռնիայում հաշվում էր 10,121 հայ, որից Լոս Անջելես 962 հայ, Սան Ֆրանցիսկո 297 հայ, Ֆրեզնոյի շրջան 8862։ 1920 թվականին Ֆրեզնոյի շրջանի հայ բնակչության 55%-ն ապրում էր գյուղական շրջաններում։ Այստեղ հայերը զբաղվում էին հողագործությամբ եւ մեծ ներդրում էին բերում տնտեսությանը։ Նրանց աճեցրած պտուղները բանջարեղենն առաքվում էր աշխարհի տարբեր անկյուններ։ Հայերը Ֆրեզնոյում հայտնի էին խաղողագործությամբ եւ չամիչ պատրաստելով։ 1922 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով մեծ թվով հայեր Սան Ոգին հովտի գյուղական ավաններից սկսել են հեռանալ բնակություն հաստատելով Ֆրեզնո քաղաքում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում, որոնք արդյունաբերական եւ առևտրական արագ զարգացող քաղաքներ էին եւ ունեին նոր աշխատատեղեր։ Արդեն 1927 թվականին ըստ Փարոս ամսաթերթի Կալիֆոռնիայում ապրում էր 16000 հայ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարված զորահավաքին իրենց մասնակցություն են ունեցել նաև Կալիֆոռնիայի հայերը։ Մի քանի հազար հայ ընդգրկվել են Ամերիկայի ռազմաճակատներում։ Մեծ թվով հայեր Կալիֆոռնիա տեղափոխվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ Խորհրդային Միության փլուզումից առ այսօր ամեն տարի ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ աշխարհի բազմաթիվ հայկական գաղթօջախներից շարունակվում է հայերի հոսքը Միացյալ Նահանգներ, հատկապես Կալիֆոռնիա։ Այսօր հայաշատ է Գլենդել քաղաքը, որի բնակչության մոտ 40%-ը հայ է։ Լոս Անջելեսում գործում է հայկական հեռուստատեսություն, հայերենով հրատարակվում են թերթեր, ամսագրեր, գործում են տասնյակ հայկական եկեղեցիներ, կառավարական օղակներում կան հայ պաշտոնյաներ, որոնք պաշտոնապես ներկայացնում են հայ բնակչության շահերը։ Մեծաթիվ հայ համայնք կա նաև Բրբանքում, Հոլիվուդում, Փասադենայում, Սան Դիեգոյում, Մոնտեբելոյում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Սակրամենտոյում։ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Կյանքի վերջին տարիներին Ֆրեզնոյում է ապրել հայ ժողովրդի մեծանուն զավակ Անդրանիկ Օզանյանը։ Այստեղ հասակ է առել մեկ այլ մեծանուն հայ գրող Վիլյամ Սարոյանը։ 2018 թվականին Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը։ 1957 թվականին Կալիֆոռնիայի Վայսելիա ավանում է ծնվել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։